Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման հարցում Ալիևը առաջին անգամ խոսել է Էքզյուպերիի փոքրիկ իշխանի գաղափարախոսությամբ։ Խաղաղության և ինտեգրման հարցում փոքր քայլերով առաջ գնալու մասին նա հայտարարել է օկուպացված Ստեփանակերտում դեպի նոր աշխարհակարգ թեմայով համաժողովում։ Խաղաղության մասին Ալիևի նոր ելույթի վերաբերյալ փաստերը կհամադրի իմ գործընկեր Այդա Կիրակոսյանը։ Այդա, նոր երանգներ կան Ալիևի խոսույթում։ Ընդհանրապես փոքրիկ քայլերի արվեստը բոլոր գործընթացներում բավականին արդյունավետ ու ձեռնտու է եւ հատկապես այս պարագայում, երբ կոպիտ ասած մեծ լոնքերով այսպես թե այնպես առաջ գնալ չենք կարող, իսկապես պիտի սկսենք շատ մանր քայլերից եւ հենց սա է այն նոր երանգավորումը, որ նկատում ենք Ալիևյան խոսույթում եւ ռետորաբանությունում։ Ստեփանակերտի ելույթում ի զարման բոլորիս իսկապես փոքրիկ հնչերանք կար, նրբերանք կար, նոր իմաստով, այն իմաստով, որ ինձ թվում է ոչ մեկս էլ չի հիշի, որ Ալիևը երբևէ խաղաղության մասին ինչ-որ դետալային բաներ կասեր։ Ընդհանուր եղել է, որ այո, մենք պատրաստ ենք խաղաղության եւ գնում ենք խաղաղության, բայց թե ինչպես է դա պատկերացնում, դրանից հետո ինչպիսին պիտի լինի, առաջին անգամ է, որ փոքրիկ դետալներ նկատում ենք նրա հայտարարություններում։ Հիմա բնականաբար հեքիաթասացությամբ չեմ զբաղվելու եւ չենք կտրվելու իրականությունից, բայց արի շեշտադրենք, թե ինչ նոր երանգներ են եղել եւ ինչի վրա ինքը անձամբ շեշտը դրել։ Հայկական կողմն ասում է, որ խաղաղության համաձայնագրի կետերը համաձայնեցրել են փաստացի եւ սպասում են Բաքվի պատասխանին, որպիսի որոշեն տեղը եւ ժամը ստորագրման։ Ի պատասխան Բաքվից հնչում է այսպիսի տեսակետ, Ալիևն անձամբ կարծում է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման գնդակը ոչ թե իրենց, այլ Հայաստանի դաշտում է եւ հիմա պարզապես ստորագրման համար հարկավոր է, որ Հայաստանը կատարի իրենց պահանջը սահմանադրության վերաբերյալ։ Այս ընթացքում մենք տեսնում ենք այս կետը բավարարելու համար ինչպես է փորձում ժամանակ շահել Ալիևը, դա նկատվում է բնականաբար հրադադարի ռեժիմը, այսպես ասած, ինչպես իրենք են պնդում խախտելու իմաստով, որ անընդհատ մեղադրում են, թե հայկական կողմից թիրախավորել են իրենց դիրքերը եւ իրենք էլ պատասխան հարված են տվել, բնականաբար հայկական կողմը հերքում է ամեն օր մի քանի անգամ նույնիսկ այդ լուրը։ Ամեն դեպքում սա կարծես թե իսկապես ժամանակ շահելու համար է արվում եւ այդ ընթացքում նրանք բարբերաբար հիշեցնում են, որ մենք պետք է փոփոխություն կատարենք սահմանադրության հարցում։ Եվ երբ կբավարարվի այդ նախապայմանը եւ սակարկման այդ գինը կվճարի Հայաստանը, այդ ժամանակ, ինչպես նշել է Ալիևը, այլևս Հարավային Կովկասում որևէ խոչընդոտ չի լինի խաղաղության իմաստով։ Իդեպ առանց փակագծեր բացելու փոքրիկ քայլերի մասին Ալիևը փոքրիկ գաղտնազերծում է արել։ Ասում է, որ մեր վրաց գործընկերները Հայաստանին եւ Ադրբեջանին նախաձեռնություն են առաջարկել երկխոսության գնալու եւ ըստ Ալիևի Ադրբեջանն արդեն ընդունել է այդ առաջարկը եւ սպասում է Երևանի պատասխանին։ Եթե մանրամասն խոսենք դրա մասին եւ մեջբերենք նրա փոքրիկ գաղտնազերծումը, ապա խոսքը վերաբերում է հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխայցելություններին Հայաստան եւ Ադրբեջան, փոխադարձաբար կարծում եմ, եւ անդրսահմանային գետերի թեմայով երկու երկրների համատեղ քննարկումներին։ Այսինքն մեկնարկային կետը ըստ Ալիևի սա է, որը առաջարկվել է Վրաստանի կողմից եւ իրենք սպասում են Երևանի արձագանքին։ Սրա մասին եւ այս հայտարարությանը դեռ հայկական կողմից արձագանք չկա։ Ինչ կլինի հետո։ Հետոյի մասին եւս առաջին անգամ է, որ Ալիևը մի քիչ դետալային է խոսել, ոչ թե այդքան ընդհանրական եւ լղոզած, եւ իսկապես իրատեսության սահմանում է խոսել, ինչպես մենք, այդպես էլ իրենք Ալիևի գլխավորությամբ կարծում են, որ թղթի վրա գրված խաղաղություն բառը եւ խաղաղություն թեզը շատ արագ չի դառնալու իրականություն եւ դրա համար շատ մեծ ջանքեր եւ դեռ երկար ժամանակ է պահանջվում, մեջբերեմ ես նրա խոսքը։ Իրատեսներ լինելով մենք չենք կարող պատկերացնել, որ անմիջապես կդառնանք բարեկամ Հայաստանի հետ։ Բոլորս էլ ընդունում ենք տարիներ շարունակ եղած թշնամանքը եւ հատկապես 2020 թվականի պատերազմը արդեն խոսում է այն մասին, որ չի կարող միանգամից բարեկամություն լինել, ինչը ընդունում են նաեւ իրենք։ Դա իրական չէ։ Եվ անգամ խոսել ինչ-որ տնտեսական ինտեգրման մասին վաղաժամ է, բայց մենք պատրաստ ենք այն բանին, որպեսզի սկսենք ոչ մեծ քայլեր անել վստահության ամրապնդման հարցում։ Բացի այս,
որոնք էին Ալիևի ելույթի մյուս կարևոր շեշտադրումները։ Առաջին մասում նոր երանգների մասին խոսեցինք, որոնք փոքրիկ դրական միտումներ են ենթադրում, բայց հաշվի առնելով այս բոլոր շեշտադրումները, ես նորից կրկնեմ, որ մենք չպիտի կտրվենք իրականությունից, որովհետև Ադրբեջանը առնվազն այդ հարևանը չէ, որի ուղղակի հայտարարություններին պետք է հավատալ։ Եվ իհարկե, մի քանի այլ շեշտադրում եւս առանձնացրել եմ, որտեղ այդքան մեծ նորություններ չեն լինի մեզ համար։ Ալիևն ասում է, որ իրենք վերականգնել են իրենց տարածքային ամբողջականությունը եւ այդպիսով փակել Արցախի թեման։ Բայց իրենք հանգիստ չեն, այսպես ասած, քանի որ Հայաստանից միևնույն է սպասում են դեռ ինչ-որ հարձակողական գործողությունների եւ ասեմ ավելին, Ալիևը կարծում է, որ բանակցվող խաղաղությունը անկեղծ չէ Հայաստանի կողմից։ Նրանք կարծում են, որ այդ խաղաղասիրական թեզերի տակ դեռ ինչ-որ սպառնալիք կա։ Դե բնականաբար դա կապելով արդեն մեր սահմանադրության մեջ իրենց մտահոգող հարցին եւ նաեւ Ալիևի ամենացավոտ թեման Հայաստանի ռազմականացումն է, սպառազինության ձեռքբերումը եւ ցանկացած ռազմավարական գործակցություն այլ երրորդ կողմի հետ, այո, եւ երրորդ երկրի հետ։ Եվ այս կոնտեքստում իսկապես Ալիևը չի մարսում հատկապես արևմուտքի հետ մեր տարբեր գործակցություններ, որոնց անդրադարձել է իդեպ, խոսել է եւ դժգոհություն է հայտնել անցյալ տարի ապրիլի 5-ին կայացած Հայաստանի Հանրապետություն, Եվրամիություն եւ Միացյալ Նահանգներ հանդիպումից չի մարսել այս հանդիպումը, հետո ընդգծել է, որ նման հանդիպում չի եղել ոչ միայն հետխորհրդային որևէ պետության հետ, այլև աշխարհում որևէ երկրի հետ։ Դա իրեն շատ մտահոգում է, իսկ մենք բնականաբար ուրախությամբ ենք լցված այդ առիթով, որ այդ ձևաչափով հանդիպում եղել է։ Ալիևին մտահոգում է նաև Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, պիտի մեջբերեմ իր ելույթից մի հատված։ Մեկ այլ կարևոր նշաձող է Էնթոնի Բլինքենի օրոք ռազմավարական գործընկերության հռչակագիրը, որը ստորագրվեց Թրամփի պաշտոնը ստանձնելուց 5 օր առաջ։ Գողերի նման ստորագրեցին, մինչև նոր թիմը գալիս էր։ Սա եւս մեկ հակաադրբեջանական քայլ էր պարոն Բլինքենի կողմից, հայտարարել է Ալիևը։ Իդեպ կոնտեքստից դուրս միայն նշեմ, որ Ալիևը Միացյալ Նահանգների նոր վարչակազմից էլ այնքան գոհ չէ եւ մի ամբողջ հատված էլ ելույթի նվիրել է նրանց, պարզապես հիմա դրան մանրամասնորեն չենք անդրադառնա, որովհետեւ մեր թեման նրա խոսույթի նոր երանգներն էին, որոնց մասին արդեն խոսեցինք։ Շնորհակալություն հանգամանալից վերլուծության համար, իսկ մենք շարունակում ենք թողարկումը։